Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ, մեդիահաբի հարգելի հետևորդներ, եւ այսպես Նիկոլ Փաշինյանը ապրիլի 24-ի կապակցությամբ իր ուղերձում կրկնեց ու հաստատեց համարյա նույն բառերը, նույն խոսքերը, ինչ որ ասել էր Էրդողանը, միայն փոքր-ինչ այլ ձևակերպումներով, սակայն բովանդակությունը իհարկե նույնն էր։ Նիկոլ Փաշինյանը ուղերձում նշում է, որ հայոց ցեղասպանությունը իդեպ նշենք, որ ընդամենը 2 անգամ է նշում հայոց ցեղասպանություն արտահայտությունը, մնացած բոլոր դեպքերում նա ասում է մեծ եղեր, եւ այսպես նա ասում է, որ հայերը զոհ գնացին 1915 թվականից ահագնացող կոտորածներին եւ տեղահանումներին։ Գրեթե նույն բանն է ասում նաև Էրդողանը, որ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, այսինքն Օսմանյան կայսրության վերջին ժամանակահատվածում հայերը զոհվեցին տարբեր ապստամբությունների պատճառով, տարբեր հրոսակախմբերի եւ համաճարակների արդյունքում։ Թե Փաշինյանը, թե Էրդողանը ամրագրում են իրենց խոսքում, որ հայոց ցեղասպանությունը մեկնարկել է 1915 թվականին, ինչը լիովին տեղավորվում է Թուրքիայի քաղաքական շահերի շրջանակներում, որովհետև 1915 թվականին առաջին համաշխարհային պատերազմը արդեն սկսվել էր։ Նշենք, որ առաջին համաշխարհային պատերազմը սկսվել է 1914 թվականին եւ տևել մինչեւ 1918 թվականը։ Առհասարակ խոսելով հայոց ցեղասպանությունից, պետք է հստակ ամրագրենք, որ ցեղասպանությունը սկսվել է ոչ թե 1915 թվականին, այլ դեռևս Աբդուլ Համիդի ժամանակաշրջանում, երբ որ առաջին համաշխարհային պատերազմը դեռ չէր սկսվել։ Աբդուլ Համիդի կառավարման հենց ժամանակներում հիմքը դրվեց հայոց ցեղասպանության, զանգվածային տեղահանումներին եւ էթնիկ բնաջնջումներին։ Երբ որ տեղափոխվում է 1915 թվական ցեղասպանության մեկնարկը, ապա դրանով թուրքերին մանևրելու հնարավորություն է տրվում։ Մենք մշտապես խոսելով հայոց ցեղասպանությունից պետք է երբևէ չշրջանցենք Աբդուլ Համիդի ժամանակաշրջանը, իսկ 1915 թվականի ապրիլի 24-ը պարզապես ընտրված է որպես ցեղասպանության զոհերի հիշատակման օր, որովհետև հենց այդ օրը կոտորվեցին հայ մեծ թվով մտավորականներ, սակայն ելի եմ ուզում շեշտել հատկապես Նիկոլ Փաշինյանի ականջների համար, որ հայոց ցեղասպանության հիմքը դրվել է Աբդուլ Համիդի ժամանակահատվածում։ Երիտ թուրքերի իշխանության գալով մի պահ դանդաղեցվեց այդ գործընթացը, սակայն չկասեցվեց եւ որոշ ժամանակ հետո ստացավ ել ավելի ահագնացող դրսևորումներ։ Սակայն Նիկոլ Փաշինյանի խոսքում միայն այդ հատվածը չէ, որ խնդրահարույց է։ Մնացած բոլոր հատվածներում Նիկոլ Փաշինյանը կրկին ու կրկին վերախմբագրում է Էրդողանի խոսքերը եւ հաստատում նրա ասացի բովանդակությունը։ Հատկանշական է նաեւ այս պարագայում շեշտել, որ տարբեր երկրների դեսպանատներ իրենց ցավակցական խոսքից հետո անմիջապես խմբագրեցին իրենց տեքստերը եւ ցեղասպանությունը փոխարինեցին մեծ եղերն արտահայտությամբ, որովհետև մի բան ակնհայտ է, եթե Հայաստանի Հանրապետության իշխանությունները, որոնք այս խնդրի հիմնական ու գլխավոր շահառուն են, խուսափում են ցեղասպանություն տերմինից, բառից, ապա ինչու պետք է այլ պետությունները հետամուտ լինեն այդ բառի օգտագործմանը։ Սակայն կրկին անդրադառնանք Նիկոլ Փաշինյանի ուղերձի տեքստին։ Այդ տեքստում չկար եւ ոչ մի դատապարտող խոսք, թե
թեկուս Օսմանյան կայսրության հասցեին։ Շեշտում եմ, թեկուս Օսմանյան կայսրության հասցեին, որովհետև ոչ մի բառով չի հիշատակվել Թուրքիան։ Գոնե Նիկոլ Փաշինյանը պետք է ունենար այնքան քաղաքական կամք ու քաջություն, որ գոնե դատապարտեր Օսմանյան կայսրության գործողությունները, սակայն էլի եմ ուզում շեշտել, որ որևէ դատապարտող խոսք չկար։ Չկար որևէ ուղերձ կոչ միջազգային հանրությանը, չկար ցեղասպանության ճանաչումը հետապնդող գոնե որևէ ակնարկ։ Առհասարակ Նիկոլ Փաշինյանի մոտից բացակայում էին դատապարտող տեքստերը, բացակայում էր միջազգային հանրությանն ուղղված կոչերը եւ ցեղասպանության ճանաչման սատարող ակնարկները նույնիսկ։ Հակառակը Նիկոլ Փաշինյանի խոսքում կար թաքնված մեղադրանքներ հայ ժողովրդի հասցեին։ Ըստ Նիկոլ Փաշինյանի, շեշտեմ նաև ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաև ինչ-որ երրորդ ուժի հասցեին, որին կանդրադառնանք շուտով։ Ըստ Նիկոլ Փաշինյանի, հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել այն պատճառով, որ չի եղել հստակ սահմանազատված եւ սահմանագծված սահմաններով Հայաստանի Հանրապետություն։ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել այն պատճառով, որ մենք չենք ունեցել հարևանների հետ կարգավորված հարաբերություններ, չենք ունեցել խաղաղություն։ Գրեթե նույն բանն է ասում նաև Էրդողանը, ակնարկելով ինչ որ երրորդ ուժի, որքան էլ փորձեն խաթարել մեր այսպես ասած կապերը եւ այլն, ապա դա նրանց չի հաջողվի եւ Էրդողանը հավելում է, որ չպետք է մոտավորապես այսպես ասած, որ չպետք է կարճած մնանք պատմությունից, պետք է նայենք դեպի ապագան։ Էրդողանը իր խոսքում շատ փոքր անդրադարձ անելով պատմությանը հիմնական շեշտը դնում է ապագայի վրա, Նիկոլ Փաշինյանը նույնպես մի փոքր ակնարկ անելով հայոց ցեղասպանության մասին, կրկին Էրդողանի նման շեշտը դնում է ապագայի վրա։ Ընդհանրապես հարգելի հետևորդներ, լրատվամիջոցներում կա նման ընդունված մի գործելաոճ։ Երբ որևէ լրատվամիջոց ներկա չի լինում որևէ միջոցառման, ապա սովորաբար նա վերցնում է արդեն արկա նյութը, այն վերախմբագրում է, վերաշարադրում է, ներկայացնում է նորովի եւ դա դառնում է ինչ-որ չափով նաեւ հեղինակային նյութ։ Նույն բանը անում է նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Նա պարզապես վերցնում է Էրդողանի խոսքերը, այն վերախմբագրում է, վերաշարադրում է եւ ներկայացնում է որպես իր սեփական մտքի արգասիկ, որպես իր կողմից քաղաքականության մշակում։ Սակայն այս պարագայում, եթե Էրդողանը մեղադրում էր ինչ-ինչ երրորդ ուժերին, ապա Նիկոլ Փաշինյանը նույնպես այդ ուժերին մեղադրելով հանդերձ նաև սպառնալիք է հնչեցնում հայ հասարակության հասցեին։ Այլափոխված տարբերակով Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին զգուշացնում է, որ եթե չսատարեք այս կառավարությանը, եթե չսատարեք այսպես կոչված իրական Հայաստան գաղափարախոսությանը, եթե չխնդրեք Թուրքիային բացել սահմանները, եթե չկարգավորեք հարաբերությունները հարևան պետությունների հետ, եթե չսատարեք Ալիևի կողմից թելադրված սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին, եթե չհրաժարվեք ձեր հայրենիքի մի մասից, չհրաժարվեք ազգային արժեքներից, եթե մերժեք ինձ Նիկոլ Փաշինյանից, ապա դուք կկանգնեք նոր ցեղասպանության առաջ։ Սա է ասում Նիկոլ Փաշինյանը եւ հնդածս իր տեքստում տեղավորում նաեւ իր կողմից մոգոնած, այսպես ասած, թիվ 1 հերոսի գաղափարը, այն է աշխատանքը ըստ Նիկոլ Փաշինյանի ցեղասպանությունից խուսափելու տարբերակներից մեկն էլ նաև աշխատելն ու հարկել մուծելն էր։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը շատ ուղիղ սպառնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին նոր ցեղասպանությամբ։ Բայց պակաս ուշագրավ չէ նաև նախորդ օրը Նիկոլ Փաշինյանի հնչեցրած գնահատականները ջահերով երթի հետ կապված։
Նշենք, որ այդ օրը ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ կրակ բացեցին Սյունիքի բնակավայրերի ուղղությամբ։ Ադրբեջանական զինուժը Սյունիքի մարզերի ուղղությամբ կրակ է բացում ամենօրյա ռեժիմով, բայց Նիկոլ Փաշինյանը երբևէ ոչ մի բառով այդ կրակոցներին չի անդրադառնում, բայց հարկ համարեց անդրադառնալ ջահերով երթի օրը եւ հետեւյալ ձևակերպմամբ։ Նա ջահերով երթը համարեց սադրող եւ հրահրող, միաժամանակ դատապարտեց ադրբեջանական զինուժի կրակոցները Սյունիքի բնակավայրերի ուղղությամբ։ Այլ խոսքով Նիկոլ Փաշինյանը ստանձնեց Ադրբեջանի պաշտպանության բանակի խոսնակի դերը, այսինքն եթե չսադրեր Հայաստանը, եթե չայրեին Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները, եթե չհրահրեին Ադրբեջանին, ապա Ադրբեջանը կրակոցներ չէր արձակի Սյունիքի ուղղությամբ։ Սա նախադեպը չունեցող խայտառակ երևույթ է, երբ Հայաստանի Հանրապետության ղեկավարը ստանձնում է այլ պետության, այն էլ թշնամու պետության որևէ գերատեսչության խոսնակի դերը եւ հանդես է գալիս այդ պետության շահերին։ Նիկոլ Փաշինյանը մի նժարի վրա դրեց ջահերով երթը եւ Ադրբեջանի կրակոցները Սյունիքի մարզի ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանի համար այլևս հայ ժողովուրդն ու ադրբեջանցիները գտնվում են նույն հարթությունում եւ հավասար են ամեն ինչում իրար, նույնիսկ նրանց գործողությունները ըստ Նիկոլ Փաշինյանի շահկապված են։ Նիկոլ Փաշինյանը որքան որ հարկ է համարում դատապարտել Ադրբեջանի այս կամ այն գործողությունները, ճիշտ այդքան եւ ավելի դատապարտում է հայ ժողովրդի քայլերը, հայ ժողովրդի նպատակներն ու իղձերը։ Հարգելի հետևորդներ, մոտ է այլևս այն օրը, որ Նիկոլ Փաշինյանը հայ-ադրբեջանական կողմերին զսպվածության կոչով հանդես կգա։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք։ Գյուրջյան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։